2011 թվականի նոյեմբերի 11-ը մարզական իմաստով հաջող չստացվեց Հայաստանի համար։ Մենք պարտվեցինք թե շախմատում, թե ֆուտբոլում, թեև հաղթանակների հնարավորություններ ունեինք։ Բարի երեկո, եթերում լրացուցիչ ժամանակն է։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականը կրեց առաջին պարտությունը, այսօր Չեխիայի հավաքականից եւ այսօրվա մեր քննարկման առարկաներից մեկը կլինի հենց այդ հանդիպումը, կխոսենք նաև Հայաստանի ավարտված առաջնության մասին եւ ներկայացնեմ մեր հյուրին Կանզասար ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, բարի երեկո, եւ մեր գործընկեր Արմեն Մելիք-Բեկյան։ Միանգամից անցնենք Հայաստան-Չեխիա հանդիպմանը, կարևորության մասին կարծում եմ չարժե նշել, անչափ կարևոր հանդիպումներ են, ցանկացած հանդիպում մրցաշարում, հույսեր ունենք այն առումով, որ գոնե չպարտվել է մեր համար շատ լավ վիճակ կապավորը մրցաշարային աղյուսակում, սակայն ովքեր հետևել են կարծում եմ տեղյակ են, մենք պարտվեցինք 0-2 հաշվով։ Չեխիան ֆավորիտ էր մեր մրցաշարում, դեռևս խմբային փուլի մեկնարկից առաջ, սակայն մենք Չեխիայի հետ կարողացել էինք արտագնա հանդիպումը 1-1 ավարտվել, ոչ ոքի արդյունքով եւ հույսեր կային, որ Երևանում ավելի լավ խաղ կստացվեր, սակայն չստացվեց եւ հիմա առաջարկում եմ միանգամից կարծիքները ձեր խաղի մասին։ Պարոն Խաշմանյան, ձեր կարծիքը նախ մասնագիտական, շատ ավելի։ Ճիշտ է, սպասելիքները կային, որ մենք պետք է լավ խաղանք եւ հաղթանակի դեպքում գլխավորում էինք աղյուսակը, բայց դրա հետ մեկտեղ մենք գիտենք, որ Չեխիայի հավաքականը շատ զորեղ թիմ է, որ այսօր ապացուցեց դաշտում։ Մենք պետք է ամեն ինչին ռեալ նայենք, իրատեսորեն հուսանք եւ ես կասեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, որ Չեխիայի հավաքականը այսօր իմ կարծիքով ամբողջովին գերազանցեց մեր երիտասարդական հավաքականին։ Հատկապես որ հատվածում դա դրսևորեց, խաղային որ առումով դա դրսևորեց։ Կարծում եմ բոլոր առումներով նրանք գերազանցեցին մեզ։ Խաղային բոլոր առումներով, դա իմ կարծիքն է։ Այսինքն արտաքինից երբ այսպես կամ երկրպագուն շարքային կամ հեռուստադիտողները երբ նայում էին հանդիպման ընթացքին, այդքան ակնհայտ Չեխիայի առավելությունը, խաղային առավելությունը ամենայն դեպս չէր նկատվում, բայց ինչպես խաղից հետո գլխավոր մարզիչը մեր ասաց այդ մասին դեռ կխոսենք, հիմա էլ դուք եք կարծիք հայտնում, որ Չեխիան շատ ավելի ուժեղ էր։ Կոնկրետ ես կցանկանայի մի փոքր ավելի բացեիք փակագծերը, ինչպես դրսևորվեց Չեխիայի առավելությունը, ինչպես կարող էինք մենք դա տեսնել։ Ուրեմն ես ասեմ, հենց խաղի առաջին կարելի ասել րոպեից Չեխերը շատ ակտիվորեն սկսեցին խաղը։ Ես հիմա մի փոքր կբացեմ փակագծերը, որ ավելի մատչելի լինի մեր հեռուստադիտողին, որպեսզի հասկանան ինչ եմ ասում ես։ Նախ ասեմ, որ գնդակի տիրելու մեջ Չեխերը բավականին մեծ առավելություն ունեին, մեկ։ Երկրորդը, ավելի կազմակերպված էին եւ ավելի համակցված ֆուտբոլ էին խաղում։ Երրորդ, չորրորդը կարող եմ ասել ավելի արագ էին մտածում, ավելի արագաշարժ էին դաշտում եւ ավելի դիմացկուն։ Սա խոսում է նրա մասին, որ ես սկզբից ասեցի, բոլոր առումներով գերազանցեցին մեր հավաքականին։ Ճիշտ է, միգուցե կարծիք կլինի, որ ինչ որտեղ մենք պետք է ավելի ակտիվ լինեինք կամ ավելի մեր ֆուտբոլիստներից ոմանք պետք է ավելի ակտիվորեն խաղադրվագներում ավելի ակտիվություն ցուցաբերեին, բայց ես կասեմ հակառակորդը թույլ չտվեց դա անելու։ Մենք ունեինք, ես նորից իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, ունեինք հարցագողական ոճի խաղացողներ, որ ես ինքս էլ էի ավելին սպասում նրանցից։ Ես կարամ ազգանուններն էլ ձեզ տամ, օրինակ ասենք Վալտերը, օրինակ ասենք Մալաքյանը, օրինակ Եդիգարյանը, նրանք այսօրվա դրությամբ իմ կարծիքով հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից են եւ ավելի պետք է, այսպես ասած, թիմը տանեին իրենց հետևից։ Հարցագողական ոճի ֆուտբոլիստները այսօր կարող ենք ասել, որ ինչ որտեղ թերացան, բայց կարող ենք ասել հակառակներ, որ հակառակորդը ուղղակի թույլ չտվեց մեզ։ Ինչ վերաբերում է մեր պաշտպանողական ոճի խաղացող, այսինքն պաշտպանական գծին, իմ կարծիքով նրանք բավականին ավելի հաջող խաղացին, քան թե հարցագողական ոճի խաղացողները։ Շատ լավ, Արմեն, քո կարծիքը։ Ես կարծում եմ շատ ամփոփիչ գնահատական տվեց պարոն Խաշմանյանը, ուղղակի այս ամեն ինչ որ ասվեց, մեկ բառով է բնորոշում՝ կարգ,
հենց կարգն էր բարձր եւ դա պատահական չէ, որովհետեւ վերջին տարիներին եթե նայենք Չեխիայի երիտասարդական ֆուտբոլը այնպիսի բարձունքների է հասնում, որ Եվրոպայում իմ կարծիքով միայն Իսպանիան ավելի լավ վիճակում է երիտասարդական ֆուտբոլի, անգամ իմ կարծիքով Ֆրանսիայի երիտասարդական հավաքականները, որոնք ավանդաբար յուրաքանչյուր Եվրոպայի առաջնություններում բարձր տեղեր են զբաղեցնում, այսօր զիջում են չեխերին, որովհետև նրանք բոլոր մակարդակներով 17, 19, 21, 20 երբ աշխարհի առաջնություններին մասնակցում փայլուն վիճակում են եւ սա տրամաբանական զարգացում է այսօր եթե մեր խմբում լիներ օրինակ Անգլիայի հավաքականը կամ օրինակ Ֆրանսիայի հավաքականը, երիտասարդական մեզ ավելի հեշտ չէր լինի, քան խաղալ Չեխիայի հետ։ Մի փոքր գուցե անունն է խաբուսիկ, որովհետև վերջին տարիներին չեխական ֆուտբոլը ազգային հավաքականի մակարդակով մի փոքր ստվերում է, բայց իմ կարծիքով մենք պետք է պատկերացնենք, որ մենք իրոք գործ ունենք չափազանց բարձրակարգ թիմի հետ, եվրոպական չափանիշներով, եւ կարծում եմ այս ֆուտբոլիստերին դեռևս հաջորդ ընտրական փուլում ոմանց կարող ենք նաեւ տեսնել ազգային հավաքականում որպես փոխարինման դուրս եկող կամ հիմնական կազմի ֆուտբոլիստներ։ Չեխերը իրոք շատ լավ տպավորություն թողեցին, հիմա մենք պետք է հասկանանք, որ առաջին խաղում ոչ ոքին Հայաստանի հավաքականի համար շատ լավ արդյունք էր։ Իհարկե խոսքը չի գնում այն մասին, որ նրանք մեծ թվով գոլային պահեր ստեղծեցին, որովհետև իրոք մեր պաշտպանության գիծը թույլ չտվեց դա անել, բայց մեծ հաշվով եւ կառուցումը խաղի կենտրոնում, իսկ հիմնականում կարծիքով մենք հենց կենտրոնում իրոք կառուցողական գործողություններում զիջեցինք եւ հարձակողական գծում նրանք ավելի ակտիվ են եւ ավելի ագրեսիվ էին եւ դա հենց կարգի հաշվին էր։ Կարող ենք ասել, որ գուցե գոլը այդքան էլ տրամաբանական չստացվեց, որովհետև կարող էր նաև չլինել, եթե մի փոքր ավելի հաջող մեզ համար ամեն ինչ դասավորվեր, երկու գնդակներն էլի դեպ, բայց ինչևէ իմ կարծիքով մեզ համար այն տարբերակն էր, որ 0-0 խաղալ։ Լավագույն տարբերակը կլիներ այս դեպքում։ Արդյոք կարծում եք, որ այդ 0-0-ի վրա գնում էր Ռաֆայել Նազարյանը, իհարկե ոչ մի մարզիչ Սա կներեք գոլային պահն է, բավականին վիճելի դրվագ եղավ, ամենայն դեպս ստադիոնում մենք այս դրվագից հետո չկարողացանք կողմնորոշվել կար խախտում թե ոչ։ Ինքը Արսեն Պետրոսյանը պահանջում էր, ուղղակի քիչ նու մրցավարին այստեղ տեսեք հարված էր արդեն զայրույթից, որովհետև գտնում էր, որ կա խախտում, հիմա մենք կրկնապատկերը կտեսնենք, ես ռեպորտաժի ժամանակ էլ նշեցի, որ շատ պարզ երևում է, որ Արսեն Պետրոսյանին չեխ ֆուտբոլիստը չդիպավ։ Այնտեղ ես ամենայն դեպս այդպես տեսնում եմ եւ շատերը այդ կարծիքը կիսեցին, հիմա խնդրեմ դուք էլ ձեր կարծիքը ասեք։ Այստեղ ուղղակի հրաշք գործեց Արսեն Պետրոսյանը, բայց ինչպես ասում են, քանի լոմա արժեր այդ հրաշքը, եթե հետո պետք է լիներ սխալ, հա, տեսեք կրկնապատկերը խոշոր պլանով։ Ոչ մի հպում դարպասապայի հետ եւ ուղղակի վրիպեց Արսեն Պետրոսյանը։ Համաձայն եմ, այստեղ իհարկե այդ էմոցիաների տակ կարծում եմ կարող էին մեր ֆուտբոլիստները երիտասարդ իրավունք ունեին մրցավարի վրա հարձակվել, իհարկե մեծ հաշվով չունեին, բայց դա կարելի էր հասկանալ այդ պահին, բայց կրկնապատկերը գտնում եք խախտում չկար։ Ես ոչ միայն գտնում եմ, այլ դա լավ տեսնում եմ։ Շատ լավ, երկրորդ գոլը նույնպես կարծես դարպասապայի թևի տակով գնդակը անցավ, սա արդեն մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեն էր, եթե մեծ հաշվով սա արդեն կարևոր չէ, թե այստեղ շատ գեղեցիկ հարցակվողը Չեխիայի հավաքականի 10 համար է, շատ գեղեցիկ փոխանցում կատարեց, մի անգամ 3 ֆուտբոլիստի կտրելով, շատ գրագետ խաղաց, նա էլ տեղաշարժվեց գոլի հեղինակը, որոնք փոխարինումները աշխատեցին եւ 10 համարը եւ 17-ը գոլի հեղինակը, 2 գոլի հեղինակը փոխարինման դուրս եկան, այսինքն ստացվում է այսպես, որ եթե չլիներ դարպասապահական սխալը, երկու դեպքում էլ կամ երկրորդը չհաշվենք, առաջինն էր վճռորոշ, մենք կարող էինք 0-0 խաղալ, ստացվում է 0-0 այստեղ 1-1 դրսում Չեխիայից եւ այդ ամենը Չեխիայի ավելի բարձր կարգի պայմաններում։ Արդյոք դա կլիներ շատ մեծ նվաճում Հայաստանի հավաքականի համար, թե ինչ որտեղ նաեւ օրինաչափություն։ Շատ մեծ չգիտեմ, բայց լավ արդյունք կարելի է համարել ոչ ոքին այսօր։ Գիտեք, երկրորդ խաղը մեզ մոտ նայելով, ես առաջի խաղը հնարավորություն չի եղել, որ մենք Չեխիայում դիտենք, կարծում եմ մենք այնտեղ բավականին լավ արդյունքի ենք հասել, ոչ ոքի խաղալով 1-1, ու ես նորից գտնում եմ իմ կարծիքն եմ ասում, եթե այստեղ էլ խաղը վերջանար ոչ ոքի 0-0 կամ 1-1, նորից գտնում եմ, որ մեր համար դա շատ լավ արդյունք կլիներ։ Իսկ եթե թողեք մի փոքր թույլ կտակ անդրադառնամ այս դրվագներին դարպասապայի հետ կապված, կարծում եմ այնտեղ խախտում չկար, ուղղակի դարպասապայի ու պաշտպանի անհամաձայնությամբ, որտեղ մեր պաշտպանները ստատիկ վիճակում կանգնեցին, դարպասապան դրավ, ստեղ անհամաձայնություն էր
բայց միջև այդ Արսենը շատ լավ փրկեց իր վիճակը ու ես կարող եմ ասել, որ ինքն էլ մտնում էր այդ պաշտպանողական պաշտպանության գծի մեջ, որ ես ասացի, որ բավականին վստահ էր խաղում տղան։ Բավականին ուղղակի այդ մի դրվագը, այդ մի էպիզոդը որոշիչ էր։ Երկրորդ գոլի կապակցությամբ մենք ասում ենք դարբասապան սխալվեց, բայց միջև այդ 3-4 պաշտպան շատ ճիշտ նշեց Արմենը Մելիքբեկյան, 4 պաշտպան նորից ստատիկ վիճակում կանգնած են, չեխերը արագ խաղարկում են գնդակը եւ դուրս են գալիս հարվածային դիրք։ Առաջնահերթ պետք է առաջի սխալը տեսնենք որտեղից է գալիս, հետո նոր վերջում բնական է որ դարբասապան։ Դա իմ կարծիքն է։ Հետաքրքիր է, որ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում մոտարապես Ռաֆայել Նազարյանը մեր գլխավոր մարզիչը ասաց այն, ինչ որ դուք հիմա ասում եք, հիմա խնդրեմ կադրեր ցույց տալ նաև մամուլի ասուլիսից։ Ռաֆայել Նազարյանը մեծ հաշվով կարճ ելույթ ունեցավ եւ ուղղակիորեն նշեց, որ մրցակցի կարգը շատ ավելի բարձր էր, քան թե մեր թիմի կարգը եւ պարտությունը բացատրվում է միայն կարգով։ Հիմա ես ուզում եմ նաև մի փոքր այլ բանի մասին խոսել կամ ընդդիմանալ թե Ռաֆայել Նազարյանին, թե այստեղ հնչած մտքերին, ռուսերեն մի արտահայտություն կա, կներեք պիտի ռուսերեն դա ասեմ, «Порядок бьет класс»։ Կա կարգ, կա նաև խաղային կարգապահություն։ Եթե կարգով ավելի բարձր թիմի հետ ենք մենք խաղում, ինչ է դատապարտված ենք պարտության։ Եթե բայց մրցակիցը նույնպես բարձր խաղային կարգապահություն ունի։ Ես հենց այդ ես դեպի դա եմ ստանում խոսակցությունը։ Այո, մրցակիցը մենք ասացինք կարգով բարձր է։ Ստացվում է, որ երկու ոչ ոքի Չեխիայի հետ մեզ համար շատ մեծ արդյունք էր։ Բայց այո, ես Արմենի հետ համաձայն եմ այն հարցում, եթե մենք չկատարենք պարզունակ սխալ փոխանցումներ 2-3 մետրի վրա։ Արդյոք մրցակցի կարգը մեզ խանգարում է ճիշտ փոխանցում կատարել շատ պարզ իրադրությունում։ Գրող կազմակերպել եւ կա դրա հնարավորություն։ Խաղը այնպես, որ եթե նկատեիք, իմ կարծիքով հիմա չգիտեմ պարոն Խաշմանյանը ինչպես կմեկնաբանի դա, եթե նկատեցիք, մրցակիցը բավական հաջող համագործակցում էր, շատ քիչ գոտիներ էր մեզ տալիս առաջին հերթին, շատ կարևոր էր որ գրեթե միշտ, այո, եղան 2-3 դրվագներ, երբ մենք ունեինք գրոհելու հնարավորություն, բայց այդ գոտիները փակում էր, մրցակիցը հավանաբար առաջին խաղից ուսումնասիրել նաև մեր խաղաոճը